ինչպես արդեն իսկ նախանշվել է, վաղվանից նաև մայրաքաղաքում ձյան գալու հնարավորությունը մեծ է, ինչպիսի եղանակի կարող են սպասել, տևողությունը որքան կլինի, թե կարճատև ձյուն կլինի, ինչպես 3 մարզերում եղավ։ Երեք հանրապետությունը գտնվում էր միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում, երկրի ողջ տարածքում դիտվեցին տեղումներ, լեռնային շրջաններում տեղումները դիտվեցին ձյան տեսքով, իսկ նախալեռնային եւ հովտային գոտիներում տեղածանձրև։ Ներկա պահին ձյան ծածկի առավելագույն բարձրությունը բնակավայրերի ջերմուկում հասնում է 18 սանտիմետրի, 10 սանտիմետր կազմում է Աշոտսքում, 9 սանտիմետր Ամասիայում, 8 սանտիմետր Հրազդանում եւ Ֆանտանում։ Ձյան ծածկ է գոյացել նաև Գեղարքունիքի մարզում 3-ից մինչև 10 սանտիմետր։ Մի շարք ճանապարհներին, հատկապես գիշերային ժամերին դիտվել է մերկասառույց, սակայն առաջիկա օրվա ընթացքում մենք սպասում ենք բավականին լուրջ օդերեութաբանական պրոցես, որը կտրուկ կփոխի մեր եղանակակլիմայական պայմանները։ Ուրեմն Սկանդինավիայի շրջաններից հանրապետության տարածքին մոտենում է բավականին ցուրտ մթնոլորտային ճակատ։ Մթնոլորտային ճակատը ներկա պահին գտնվում է Սև ծովի վրա եւ աստիճանաբար տեղափոխվում է դեպի հարավ-արևելք, այսինքն դեպի Կովկասի տարածք։ Այսօր արդեն ուշ երեկոյան նրա ազդեցությունը կզգան սկզբից հյուսիսային մարզերը, այսինքն տեղումները կսկսվեն Շիրակից, Լոռիից եւ Տավուշից, իսկ արդեն առաջիկա գիշերը երկրի ողջ տարածքը կգտնվի այդ մթնոլորտային ճակատի ազդեցության գոտում։ Առաջիկա գիշերը եւ վաղը ցերեկը ամբողջ օրվա ընթացքում ցիկլոնը գործելու է հանրապետության տարածքում, բոլոր շրջաններում սպասվում են ձյան առատ տեղումներ, ձյուն է կանխատեսվում նաև մայրաքաղաքում եւ Արարատյան դաշտում։ Ուրեմն տեղումների այսպես ինտենսիվության ամենապիկը կդիտվի օրվա առաջին կեսին, այսինքն մինչև կեսօր, իսկ կեսօրից հետո դրանց ինտենսիվությունը կթուլանա, սակայն նրանք չեն դադարի մինչև դեկտեմբերի 4-ի գիշերը։ Դեկտեմբերի 4-ի գիշերը կդիտվի տեղումների դադար եւ 4-ին տեղումները կպահպանվեն միայն Վայոց ձորում եւ Սյունիքում։ Պետք է նշեմ, որ սպասվող ձյան տեղումները ուղեկցվելու են ուժեղ քամիներով։ Առանձին հատվածներում սպասվում է քամուշ գնացում 20-ից 25 մետր վարկյան արագությամբ, որը բավականին մեծ արագություն է։ Հատկապես լեռնային շրջաններում եւ լեռնանցքներում կդիտվի բուք, տեսանելիության անկում, ճանապարհները կպատվեն մերկասառույցով։ Եվ քանի որ ես նշեցի, որ մթնոլորտային ճակատը տեղափոխվում է Սկանդինավիայից, այն իր հետ բերում է բավականին ցուրտ արկտիկական օդային զանգվածներ։ Այսօր գիշերային ջերմաստիճանները կլինեն ավելի բարձր, քան վաղը ցերեկը սպասվող ջերմաստիճանը, որովհետև ցուրտ օդը սկսելու է ներխուժել գիշերվա երկրորդ կեսից, այսինքն լուսադեմին։ Օդի ջերմաստիճանը ընդհանուր առմամբ դեկտեմբերի 3-ից մինչև 6-ը ընկած ժամանակահատվածում աստիճանաբար կնվազի մոտ 10-ից 12 աստիճանով։ Եթե այսօր ցերեկը մենք մայրաքաղաքում սպասում ենք մինչև 10-12 աստիճան տաքություն, ապա վաղը ցերեկը օդի ջերմաստիճանը 0-ից +2 աստիճանի սահմաններում կտատանվի։ Բավականին լուրջ կնվազան նաև գիշերային ջերմաստիճանները, դրանք կնվազեն շարունակաբար մինչև դեկտեմբերի 6-ը ներառյալ։ Եթե այսօր գիշերը Երևանում ակնկալվում է 0-ից 2 աստիճան տաքություն, ապա արդեն դեկտեմբերի 6-ի գիշերը օդի ջերմաստիճանը կտատանվի -6-ից -8 աստիճանի սահմաններում։ Ամենացածր ջերմաստիճանները կգրանցվեն լեռնային շրջաններում, այն է Շիրակը, Կոտայքի լեռները, Գեղարքունիքը, Արագածոտնի լեռները եւ Վայոց ձորի լեռնային գոտիները, որտեղ գիշերային ժամերին դեկտեմբերի 6-ին օդի ջերմաստիճանը կնվազի մինչև -20 աստիճանի սահմաններում։ Իսկ դեկտեմբերի 7-ից սկսած այդ արկտիկական ցուրտ օդային հոսանքները կնահանջեն եւ օդի ջերմաստիճանը կսկսի աստիճանաբար բարձրանալ։ Եվ մի փոքր անդրադարձ եմ ուզում կատարել մեր ձմռան կանխատեսումներին։ Ազգաբնակչության մոտ կարծիք է տարածվել, որ եթե կանխատեսվել է տաք ձմեռ, դա նշանակում է, որ ողջ ձմռան ընթացքում օդի ջերմաստիճանը ենթադրենք մայրաքաղաքում պետք է տատանվի +10, +12, 13 աստիճանի սահմաններում, ոնց որ անցած տարի էր։ Բայց անցած տարվա ձմեռը ոչ թե մենք համարեցինք տաք ձմեռ, այլ մենք համարեցինք օդերեութաբանական ռեկորդ ամբողջ օդերեութաբանական 170 տարիների պատմության ընթացքում։ Տաք ձմեռ ասելով մենք նկատի չունենք, որ պետք է դիտվի գարնանային ջերմային ֆոն։ Պարզապես գոյություն ունի հստակ դասակարգում։ Ցուրտ են կոչվում այն ձմեռները, երբ Արարատյան դաշտում եւ Երևանում օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին հիմնականում տատանվում է 20-ից 25 աստիճան ցրտի սահմաններում։
Նորմայի սահմաններում են կոչվում այն ձմեռները, երբ օդի ջերմաստիճանը տատանվում է գիշերային ժամերին հիմնականում 14-ից 18 աստիճանի սահմաններում։ Իսկ տաք ձմեռներ կոչվում են, երբ օդի ջերմաստիճանը ձմռան գերակշռող մասում գիշերային ժամերին տատանվում է 8-ից 10 աստիճան ցրտի սահմաններում։ Այսպիսին է դասակարգումը, այնպես որ թող մարդկանց մոտ կարծիք չստեղծվի, որ կրկնվելու է անցած տարվա ձմեռը, որտեղ անցած տարվա ձմեռը ինքը իր բնույթով աննախադեպ էր եւ սովորաբար նման ձմեռները կրկնվում են 70-80 տարին մեկ ցիկլային կտրվածքով։ Այսինքն եղանակային անակնկալներ այնուամենայնիվ չեն լինելու, կանխատեսելի ֆոնը պահպանվելու է եւ մառախուղների մասով ինչպիսի իրավիճակ է լինելու։ Այո, process-ը, որ վաղը կներթափանցի, նաև երկրի ողջ տարածքում կառաջացնի մառախուղ եւ հատկապես մառախուղ կդիտվի վաղը երեկոյան ժամերին եւ 4-ի գիշերը։ Ճանապարհների, բնակավայրերի մեծ մասում կդիտվի ուրեմն մառախուղ եւ հատուկ ուզում եմ հրավիրել վարորդների ուշադրությունը։ Շրջաններ վաղը երբևէ կեն խիստ անհրաժեշտության դեպքում եւ անպայման ձմեռային անվադողերով, որովհետեւ օրվա երկրորդ կեսից հետո երբ որ օդի ջերմաստիճանը կընդունի բացասական արժեքներ, երկրի բոլոր ճանապարհները գրեթե կպատվեն մերկասառույցով։ Իսկ մերկասառույցը դա ամենավտանգավոր օդերևութաբանական երևույթներից մեկն է, որը առաջացնում է մեծ խցանումներ, ինչու՞ չէ նաև ավտովթարներ։ Այսինքն ձեր խոսքից ելնելով կարող ենք ասել, որ տեղին է այն, որ մի շարք մարզերում արդեն իսկ պատրաստվում են ձմռան աշխատանքներ, նաև նկատի ունեմ տեխնիկական հագեցվածության մասով։ Իհարկե, մենք արդեն 2 օր առաջ հատուկ նախազգուշացում ենք տարածել, բոլորը տեղյակ են, բոլոր շահառու մարմինները տեղյակ են, այնպես որ պետք է առաջին ձյունը եւ մայրաքաղաքում եւ հանրապետության ողջ տարածքում անակնկալ չլինի։